Պաշտոնյան բարեձայր, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, այսպես ասենք, նախնական զրույցում պայմանավորվեցինք 3 հիմնական թեմայի մասին խոսել եւ այսպես վաղ առավոտից Իսրայելը հրթիռներով հարվածներ է հասցնում Թեհրանին, մասնավորապես նախագահի հոգևոր առաջնորդի նստավայրերին, ինչպես հայտնում է իսրայելական կողմը եւ ինչպես հայտնում են Միացյալ Նահանգները, ովքեր այլևս հաստատեցին, որ ներգրաված են այս պատերազմի մեջ, ըստ էության նպատակը գլխատելն է ամբողջ վերնախավը Իրանի։ Այս ամենին զուգահեռ մենք այսօր վաղ առավոտյան տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, իր պաշտոնյաների հետ իրենք շարժվել են Արմավիր, մեծամորում նարդի է խաղում, այս նարդի խաղալու պրոցեսին հետևում է Պաշտպանության նախարարը Հայաստանի, իմիջիայլոցով վերջերս է վերադարձել Իրանից, հետևում են մյուս պաշտոնյաները։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, հատկանշական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ էր վերաբերել։ Ըստ էության գուցե օպերատիվ տվյալներ կա, որ հնարավոր է առավոտյան այսպիսի զարգացումներ լինեն տարածաշրջանում, բայց մենք տեսնում ենք իրենք ինչով են զբաղված, ըստ ձեզ այս ամենը ինչի դրսևորում է, սկսենք այս հարցից եւս հետո երկու հարց ունենք, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Նիկոլ Փաշինյանը իր բնականon գործերով է զբաղվել ամեն ինչով, բացի այն ինչ վերաբերվում է պետությանը, անվտանգությանը, Հայաստանին եւ Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրներին։ Նա իհարկե իրազեկված է եւ գնացել է իր ժամանցն է անցկացնում, քանի որ ինքը եւս սպասարկում է այն շահերը, որը որ այս պահին իրեն տիրություն են անում, իսկ իրեն այս պահին տիրություն է անում Թուրքիան եւ Թուրքիայի տերը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա բնական երևույթ է եւ ինքը դեմոնստրատիվ ձևով ցույց է տալիս, որ ընդհանրապես իրեն դա չի հետաքրքրում եւ Անվտանգության խորհրդի նիստը ուղղակի դա երևի որ Իրանի կողմից այստեղ գաղթ կկազմակերպվի, հասարակության կողմից կգան Հայաստան եւ պետք է որոշակի ձևով լուծել այդ մարդկանց ընդունել, կարծում եմ սա է ամբողջ խնդիրը եւ ցույց տալ, որ որևիցե բան չի կատարվում։ Իսկ Իրանը ինքը միշտ լինելու է թիրախի տակ, քանի որ Իրանը նավթային երկիր է, աշխարհի խոշորագույն պետություններից մեկն է եւ իր նավթը չի պատկանում, չի կառավարվում Միացյալ Նահանգների եւ բրիտանական նավթային ընկերությունների կողմից։ Սա է խնդիրը, նավթի կռիվ է, այստեղ ոչ իշխանության կռիվ է, ոչ իսլամի կռիվ է, ոչ հոգևոր առաջնորդի։ Ուղղակի տարբեր ձևերով փորձեցին նրանց ձեռքից վերցնել այդ նավթային հանքերի կառավարումը, որը որ չեկան ընդհանուր հայտարարի եւ միջուկային զենքի եւ այլն տարբեր այդ ծրագրերի անվան տակ նրանք հիմա փորձելու են Իրանի ժողովրդին հանել իրենց իսկ իշխանությունների դեմ եւ չեմ բացառում, որ դա կարող է նաեւ ստացվել իրենց մոտ։ Իսկ նարդին թող խաղա, ինքը երևի գնացել է սփոփելու իր այդ անձնական դժբախտությունը, որ տեղի ունեցավ, շրջիկ կրկեսը, որ հիմա կազմակերպում են արդեն առաջին ուրեմն այս կիսամյակի սեզոնը, որ կգնա մինչև հունիս, եւ իրավական հիմքեր են ստեղծում հետագայում վարձով ապրող պարս քաղաքացիուհի Աննա Հակոբյանին, որը որ իհարկե ես կարծում եմ, որ նա հաստատ հասարակության կողմից սպառսավանքի կենթարկվի, երբ դուրս գա մետրոյով երթևեկի խանութներում գնումներ անի եւ դա իրական հիմքեր կստեղծեն, որ ինքը տեղափոխվի, գնա այլ երկիր եւ ոչ թե քաղաքական ապաստարան, այլ կացության խնդիր կամ քաղաքացիություն ստանա, քանի որ իր քաղաքացիական ամուսնու պատճառով հետապնդվում է ինքը եւ իր երեխաները եւ տարբեր տեղեր Քաթարում, Բրիտանիայում, Թուրքիայում, Ադրբեջանում, Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում ուր էլ գնա ստեղից լավ է լինելու, քանի որ այստեղ վարձով է ապրում, այնտեղ իրենց տանը կապրի ինքը։ Այնպես որ
ոչ մի տարօրինակ բան չկա, պետք չի ընդհանրապես ուշադրություն դարձնել այդ ոչնչությունների այս շոուներին, նրանք չեն կարող չանել այն, ինչ իրենց պարտադրվում է։ Այս նույն սցենարով անցել է Սահակաշվիլին, այս նույն ձևով բանտարկվելու է Փաշինյան Նիկոլը, որը նարդի խաղալ չգիտի, եւ Անան երեխաներին կարա փրկի, բայց Նիկոլը փրկություն չունի։ Նիկոլը բանտ է նստելու։ Ում է հետաքրքիր ձեր բաժանված, չբաժանված դեպքերը։ Բացարձակ։ Դուք ըստ էության եղել եք ամուսիններ, այս ամուսիններ չէ, դուք միասին եք եղել եւ այն աղետները ինչի բախվել է հայ ժողովուրդը, ոչ մեկը ոչինչ չի մոռացվում։ Ասեմ այդ առումով հենց այստեղ ձեր մոտ եթերից հնչեցրել եմ, որ Անան շատ ավելի կարևոր ֆիգուր է եղել, որպես պատասխանատու այն ողբերգություններին, քոչվոր գլոբալիստների կողմից մեր ժողովրդի Արցախի հանրապետության դեմ կազմակերպված, քան Նիկոլը։ Նիկոլը եղել է գործիք, որը հրամաններ է հնչեցրել, որը ստորագրություններ է դրել, որը նշանակումներ է արել, իսկ Նիկոլի պատասխանատուն կոնկրետ առաջի հերթին դա եղել է Աննա Հակոբյանը եւ հավասարապես ոչ թե առաջինը Նիկոլը, երկրորդը նրանք հավասարապես իրենք կիսում են այն բոլոր դժբախտությունները, ողբերգությունները, ինչը որ եղավ պայմանավորվածությունների արդյունքում։ Ես դա ուզում եմ հատուկ նշել, ես չեմ ասում որ պատերազմ չէր լինելու Ադրբեջանի հետ, պատերազմ չի լինելու Ադրբեջանի հետ, իհարկե լինելու է։ Նրանք չեն հանգստանա մինչև ամբողջովին չվերացնեն հայոց պետականությունը եւ հայ ազգը չհամալրի աշխարհում հին ազգերի ցանկը, որոնք ունեն պետություն, յուրօրինակ ասորիները, որոնք ամբողջ աշխարհով ծրված են, քրդերը, իսկ Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող ժողովուրդները, աֆղանները, Իրաքը, Լիբիան, Քադաֆիից հետո Ուկրաինան տեսեք թե ինչ օրի մեջ է հայտնվել եւ այստեղ դա վրացիներն էին, որ կարողացան իրենց խելամիտ ղեկավարների, շատ կարեւոր է խելամիտ ղեկավարների պետության հանդեպ պատասխանատվություն ունեցող ղեկավարների միջոցով նրանք կարողացան ինչ որ ձևով այդ ալիքի տակից դուրս գալ եւ պահպանել իրենց պետությունը եւ նաեւ ոչ զարգացնել։ Այո, այսօր զարգանում է Վրաստանը եւ կայուն պետություն է եւ ունի բարեկամներ։ Մեր խնդիրն է, որ մենք չունենք բարեկամներ։ Բարեկամ, որը որ օրինակի համար Թուրքիան Ադրբեջանի համար։ Հիմա Նիկոլը ուզում է մեզ Ռուսաստանից կտրի եւ Թուրքիան դառնա մեր բարեկամը։ Թուրքիան եւ Հայաստանը ներկայիս այս իրենց պահվածքով, այս ցեղասպանությունից հետո այս ամբողջ ժամանակահատվածում երբևէ նրանք որևէ դրական իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ինչ-որ անհատների, երբևէ նրանք որևէ քայլ չեն կատարել այդ ամեն ինչը խոսելու, այդ ամեն ինչը գնահատելու, այդ ամեն ինչը զղջալու եւ այսքանից հետո մենք ինչ-որ խոսում ենք, հույս ենք դրել եւ հեքիաթների ենք հավատում, որ մենք գնում ենք խաղաղության, էներգո համակարգեր ենք միացնում, բաց սահմաններ, առևտուր, ճանապարհներ ենք տալիս։ Օրերը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի օրերն են Այո, եւ այո, 25, 26, 27-ը շատ կարևոր էր երեք ես ժամերկության էի եւ հոգեհանգստի արարողություն կատարվեց ՎՀՊ հայրապետի կողմից, այո։ Ես ինչ եմ ուզում, ներողություն հարցս ուղղեմ եւ որպես պատմաբան եք, հա, նաեւ այս իրողությանը անդրադառնաք։ Ըստ էության այսօր պետք է ձևավորվի հանրային պահանջ, որ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից մազապուրտ եղած մեր հայերը, հայրենակիցները, որոնց սերունդները ցեղասպանության են, հա, մեծերը ցեղասպանության են ենթարկվել, վերադարձի հարցը։ Այսօր երբ որ Ադրբեջանը մեծ խոսում է 300,000 ադրբեջանցիներ պիտի գան լցվեն Հայաստան եւ մի հատ մեր երկիր իրենց արևմտյան Ադրբեջանին համարում, վերադարձի հարցը պետք է լինի օրակարգում, որ 800,000 եւ ավել հայրենակիցները մեր, որոնք ժառանգներն են մազապուրտ եղած մեր
հայրենակիցների վերադարձի հարցը։ Շահումյանը, Գետաշենը, Խոջալուն, իրենց ժողովրդին ցեղասպանության ենթարկեցին Խոջալու։ Դա իրենց նախագահն է ասում, Մուտալիբովն է ասում, որ դա կազմակերպված էր ազգային ճակատի կողմից, որպեսզի խժդժություններ անեն այն ինչը որ մեզ մոտ տեղի ունեցավ 18 թվականին, չէ՞։ Դա եւս հայրենակիցների վերադարձի հարցը։ Ոչ մեր հայրենակիցները կվերադառնան, ոչ էլ իրենք թող վերադառնան։ Մեր հայրենակիցները չեն վերադառնա։ Ախա գիտեք ինչ, ոչ միջազգային իրավունք կա, ոչ էլ վերադարձի այդ անվտանգության, պաշտպանության երաշխիքներ կան։ Դե դա համար պետությունը պետք է անի, իրանք էլ պետք է հակընդդեմ հարցեր բարձրացնեն Ադրբեջանի առաջ, բայց ով բարձրացնի։ Մենք հենց հիմա ադրբեջանա-թուրքական, բրիտանական ուժերի կողմից հովանավորված քոչվոր գլոբալիստների կողմից արդեն 8-րդ տարին է օկուպացված է Հայաստանի Հանրապետությունը, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, մենք կորցրեցինք մեր ոսկե երիտասարդության մի հսկական սերունդ հազարավոր երիտասարդների, մենք կորցրեցինք բազմաթիվ էներգետիկ ջրային ռեսուրսներ, պաշարներ եւ մենք կորցրեցինք մեր բանակի մարտունակությունը եւ հիմա արդեն թիրախում է մեր վերջի հենասյունը, որը 1700 տարի ավելին պահպանել է մեր ինքնությունը, գիրգրականությունը, մեր հիշողությունը, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեն բոլոր հայերը, ուզում եմ հատուկ նշել հայերը, որ աշխարհի ամենակարևոր հայը դա հայոց հայրապետն է, վեհափառը։ Դա վեհափառն է, որը ներկայացնում է մեր ամբողջ քրիստոնյա ժողովրդին, հայ ազգին, եւ այդ ինստիտուտը, տեսեք, Միացյալ Նահանգների փոխնախագահան գալիս է Հայաստան, չի հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Պաշտոնավորները գալիս գնում են, վեհափառը ինքը մեր ազգի ինքնության, պահպանության դա խորհրդանիշն է։ Եկեղեցում հարցեր, խնդիրներ իհարկե կարող են լինել, եթե ընտանիքում լինում է, ոնց կարող է եկեղեցում չլինել կամ եկեղեցուց դուրս չլինել, բայց տեսեք, իրենք գնում են ոչ թե հանդիպման, հարցերի խնդիրների քննարկման, եւ այդ շատ հարցեր ու խնդիրներ նույնիսկ այդ պատերից դուրս չպետք է գան։ Եվ այսօր իշխանությունները իրենց վրա վերցրել են մի գործընթաց, գործողություններ, նրանք անմիջականորեն ուժային մեթոդներով խառնվում են եկեղեցու կառավարման գործերին։ Եվ վերջերս արդեն ծանր հրետանի առաջ քաշեցին իդեմս Պոլսո պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի, որը լինելով կիրթ մարդ, գրագետ մարդ, հռետոր, իդեպ Ադոլֆ Հիտլերը եւս լավ հռետոր էր, ավելին քան arczepiskopos Մաշալյանը, բայց տեսեք ինչ մխտառություն է անում այդ մարդը, այսօր այդ հոգեվորականը, այսպես ասենք, չնեղանա, գիտեք ինչի է նման, նա կրակի վրա բենզին է լցնում։ Հասկանում ենք, որ ինքը չի կարող չանել այդ հայտարարությունը, հասկանում ենք, որ ինքը նույնիսկ հայտարարության տեքստն են իրեն տվել, թե ինքը ինչ պետք է հայտարարի, բայց մենք պատմության ընթացքում տարբեր դեպքեր գիտենք, որ այսպիսի փորձություններ եւս եղել են, փորձեր եղել են եւ իրական հոգեվորականները, իրական եկեղեցու զավակները, զինվորները, Աստծո զինվորները, որոնք մենք ենք ժողովուրդը եւ մենք եկեղեցուց մեր հոգեվորականներից ստանում ենք հաղորդություն, մենք ստանում ենք գիտելիքներ, մենք ամրապնդում ենք մեր հավատքը։ Իդեպ այս ամեն ինչի մեջ նաև իր դրական ունեցավ մեր հասարակության մեջ բավականին բարձրացավ եկեղեցու դերը, բարձրացավ մեր
գիտելիքները, մեր այն թյուր պատկերացումները, որ մենք ունեինք մեր տեր հայրերի, մեր սրբազանների, մեր վեհապարի հետ կապված, ինչքան ամրապնդվեց, ինչքան բան մաքրվեց, սրա համար պետք է իրականում ասել շնորհակալություն, որ այդ կեղտաջրերը մաքրվում են, գնում են, եւ Մաշալյանի արդեն խաղի մեջ մտնելը դա նշանակում էր, որ իրենք արդեն վերջին իրենց ռեզերվային փամփուշտներն են կրակում, չեմ բացառում իհարկե որ իրանք նույնիսկ բախումների կգնան, ձերբակալությունների կգնան, քանի որ դա իրենք չեն որոշում, դա որոշվում է, իրենք իրականացնում են։ Ուղղակի ժամանակին, եթե իրենց դեմքով էին օսմանցիները իրականացնում, այսօր հայերի ձեռքով են անում, ինչը որ մեր ժողովրդին գցում է շփոթմունքի մեջ։ Ես ձեզ ասեմ, որ այս դավաճան գործակալները շատ ավելի վտանգավոր են, քան իրենց նշանակողները։ Տեսեք նույն Միրզոյան Արարատ, Ռուբեն Ռուբինյան, այս բոլորը լուրջ իհարկե լուրջ հավաքագրված մարդիկ են, որոնք որ հատուկ նշանակված են կազմաքանդելու Հայաստանի Հանրապետությունը։ Սա է իրանց գործառույթը, իրենք տեսեք վերջերս այդ Ռուբեն Ռուբինյանը գնաց ինչ վանք հասավ, վանահոր հետ ինչ որ փորձում էր ռազմորկայի դա վերածել, այս ամեն ինչը իրանք փորձում են փողոցային խուժանի ուրեմն վերածել, փորձում են սարքել թեմա, քուչի թեմա, թաղի թեմա, որ դու ոնց կարաս սենց ասես, նա ոնց կարաս սենց ասի, քանի որ ցավոք սրտի նաև ուժային կառույցներում շատ-շատերը հլուհնազանդ դեռևս ենթարկվում են իրանց, բայց պահը կգա եւ իրական ուժային կառույցների աշխատակիցները, որոնք հաստատ մեծամասնություն են կազմում, պահը կգա եւ իրենք չեն կատարի այդ ապօրինի եւ անօրինական հրամանները, որոշումները հարձակվելու, ձերբակալելու, կազմաքանդելու թե պետությունը եւ թե հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին կազմաքանդելուց հետո պետություն չենք ունենալու, դա վստահաբար։ Իհարկե չի հաջողվելու, գիտեք, չէ, շատ ավելի դաժան պրոցեսների միջով անցել մեր եկեղեցին, բայց ցավոք սրտի մենք դասերը լավ չենք քաղել։ Եվ այս ժամանակահատվածներում մենք իրական ազգային գաղափարներ, դաստիարակություն չենք տվել նաև մեր սերունդներին, մեր երեխաներին։ Տեսեք, ուսուցիչը իր աշակերտի զոհված հայրենիքի պաշտպանության համար զոհված աշակերտի նկարը իջեցնել է տալիս պատին, փառքի այդ պատից, որտեղ որ փակցված են տվյալ մարզի կամ տվյալ քաղաքի, տվյալ համայնքի հայրենիքի համար կյանքը նվիրաբերած մեր զավակների նկարները, այսպիսի բան չկա, չի եղել նաև որ ինչ որ դատավոր որոշի ով է եպիսկոպոս, ով է քահանա, ով կարող է ուրեմն այդ եկեղեցական արարողակարգ անի, ով կարող է չանի, այս ամբողջը սրանք հատուկ ծառայությունների կողմից օտարերկրյա նշանակված հավաքագրված մարդիկ են, որոնք որ ինչ պատճառներով հետագայում դե պարզ է որ նաև շահագրգռված են եղել, մտածում են կփախնեն, կգնան ինչ որ միտեղ ապաստան կգտնեն, կապրեն, բայց միշտ էլ դավաճանները հայտնաբերվել են, միշտ էլ նրանց վերջը այլի ասել տխուր է եղել, քանի որ շատ-շատերը նույնիսկ ինչ որ պահի խիղճն է առաջացել, ինչ որ պահի հայրենիքի նվիրյալ զավակներն նրանց դեմ դուրս եկել, այնպես որ սա եւս մի փորձություն էր եւ փորձություն, որ մենք հիմա շատ կարեւոր է որ կողմնորոշվենք ով է մեր բարեկամը։ Սիրելի հայրենակիցներ, սա շատ կարեւոր մի
process է մեր անվտանգության համար, սա նույնն է, որ մենք ասենք Աստված կա, թե չկա, մենք հավատում ենք, թե չենք հավատում, մենք հավատք ունենք, թե հավատք չունենք, սա նույնն է, որ մենք պետք է կողմնորոշվենք, մենք բարեկամ ունենք, թե բարեկամ չունենք, բարեկամ պարտադիր պետք է ունենանք, եթե մենք ուզում ենք մեր գոյությունը պահել, պահպանել այս սուրբ հողի վրա, որտեղ որ մենք ապրում ենք, եւ այդ բարեկամը պարտադիր է, որ պետք է լինի քրիստոնյա, այլապես մենք ասիմիլացվելու ենք մյուս բարեկամի, ոչ բարեկամի, նրանց կրոնին, նրանց ավանդույթներին եւ 50 տարի հետո արդեն ինչ որ սերունդներ, որոնք կնստեն, կենաց կխմեն, լաց կլինեն, բայց ժամանակի ընթացքում իհարկե արդեն գոյություն չենք ունենա, դրան չենք հասնի, Աստված մեզ հետ է, մենք Աստծո զինվորներն ենք եւ օրհնի մեզ Տերը, պինդ եղեք, ուժեղ եղեք, պարտադիր մասնակցեք առաջիկա ընտրություններին, ես անձամբ դեմ եմ ընտրություններով իշխանությունը հեռացնելուն, իշխանությունը պետք է հեռանա ժողովրդի պահանջով, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը ապագա իշխանության մեջ ձևավորման ժամանակ չի մասնակցելու, բայց ապահովելու է իրավական, օրինական, ազատ ընտրությունները։ Բայց եթե այսպես են որոշել ընդդիմադիր քաղաքական ուժերը, ապա այդտեղ էլ պետք է շատ ուշադիր լինենք, չհելենք մի կեղտից ընկնենք մյուս կեղտաջրի մեջ, պետք է ուշադիր լինենք, տեսնենք ծրագրերը, տեսնենք այդ ծրագրերի հավաստիացումները, նրանց իրականություն դառնալու հնարավորության չափերը, սահմանները եւ ովքեր են ներկայացնում այդ ամեն ինչը։ Այո, ես նաև կողմ եմ, ուզում եմ նշել այդ քաղաքական ուժերի խոշոր մասնակցություններին, ամբիցիաների մի գնացեք, մի պահանջեք, որ անպայման դաշինքային մասնակցություններ լինի, կարելի է առաջատար լոկոմոտիվ քաղաքական ուժի միավորվել, միանալ եւ մասնակցել։ Նույնիսկ կարելի է падգամավորել չլինել, այդ ցավով էլ պետք չի ապրել, այսօր թիվ 1 խնդիրը մեր պետության, մեր եկեղեցու գոյությունն է եւ մեր սերունդներին փոխանցելու ազատ, անկախ, հզոր, ինքնավար Հայաստան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։